2026 թվականի ընթացքում նախատեսվող ճանապարհների միջնորոգման աշխատանքները այս փուլում ընթացքի մեջ են, որոշ ճանապարհներ լաբորատոր հետազոտության ընթացքի մեջ են, որոշ ճանապարհներ փաստաթղթավորման։ Այս պահին ավարտված որ շինարարություն է ընթանում, դա Երևանում Իսակով պողոտան է, որը շուրջ 11.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է աջ եւ ձախ երթևեկելի մասերով։ Այս պահին ընթանում են վերին շերտի ֆրեզավորման աշխատանքներ, հեռացվում է նախկինում եղած ասֆալտբետոնե ծածկը 5 սանտիմետր խորությամբ, զուգահեռաբար տեղամասերում կատարվում է փոսալցման աշխատանքներ, ճաքալցման աշխատանքներ, որից հետո այս շաբաթ կունենանք ասֆալտաշերտի տեղադրում։ Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի մոտեցնող ճանապարհահատվածներում է շինարարությունը, ճանապարհահատվածներին անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով փորձում ենք աշխատանքներ իրականացնել գիշերային ժամերին, այդ մասով էլ շինարարներն են ունենում խնդիրներ, այսինքն անհարմարություններ, սակայն ըմբռնումով են մոտենում այդ հարցին եւ լրացիչ բարդություններից խուսափելու համար մշտապես աշխատանք ենք բարեկային ծառայության հետ, մեր ինժեներների հետ, ճանապարհահատվածը փակվում է երեկոյան ուշ ժամերին եւ մինչեւ լուսադեմ աշխատանքներ իրականացում։ Ճանապարհային դեպարտամենտը միշտ աշխատանքներ իրականացնել միջպետական եւ հանրապետական ճանապարհների վրա 2026 թվականի համար տարածքային կառավարման եւ տանկարծությունների նախարարի կողմից ունենք հանձնարարական նաեւ աշխատանքներ իրականացնել Երևանում։